պարոն Միրզախանյան, ինչու ենք մենք այսքան ծանր վիճակում, պատերազմն է միայն մեղավոր, թե էլի մեղքեր կան, որ Հայաստանը այստեղ այսօր նույնիսկ օրինակ մի ազգությունը չասեմ երաժիշտ ինձ ասում է դե տեսնենք Հայաստանը կմնա, դա մի 10 օրվա պատմություն էր, այսինքն ինչու մենք հասել ենք այն օրհասական վիճակին, որ նույնիսկ դրսի ուշերի գլուխներում պատտվում է միտք Հայաստանը մնա, թե չմնա, որպես պետություն։ Շնորհակալություն։ Մենք շատ ենք խոսել այդ թեմայով եւ կրկնությունը երբեք ավելնորդ չէ, մենք պիտի այնքան ասենք ճիշտը ճշմարտությունը օրենքը, որպեսզի մեր բնակչությունը, մեր հայ ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրեն ճակատագրի տերը եւ հասկացնենք մեր ժողովրդին, որ այս բոլոր չարիքների պատճառը հայ ժողովրդի վրա ինչից է բխում։ Թույլ տվեք սկսել դեռ 150 տարի առաջ տնտեսագիտության հայր Ադամ Սմիթը, բոլորս գիտենք, որ տնտեսագիտությունը ստեղծել է Ադամ Սմիթը, ինչ է ասել, ցանկացած պետության եւ ժողովրդի հարստությունը նրա պահուստներում եւ ընդերքում եղած թանկարժեք մետաղների արժեքով է որոշվում։ Այսինքն ոչ թե նավթով ու գազով, այլ մետաղներով։ Այո, դա Ադամ Սմիթ հայրն է տնտեսագիտության, որին հետևել են, զարգացրել են հետո տնտեսագիտությունը Մարքսը, Էնգելսը, որին հետո Լենին, Ստալինը եւ այսօրվա տնտեսագետները։ Այսինքն եւ այսօր էլ իրականում հարստությունները պետության որոշվում է հենց թանկարժեք մետաղների իրենց բանկում պահոցում Ռուսաստանը Գոխրան է կոչվում, իսկ մենք գիտեք մեր վերջին պահոցի ոսկին դեռ Տիգրան Սարգսյանի ժամանակ վերջի կոպեկները, այո, իհարկե վաճառեցինք, կյանքանեցինք, այսինքն եթե այդպես մտածենք, մենք Հայաստանի իրեն պահեսներում չունի զրո է պայիսները, իսկ արժեքը գտնվում է դեռ գետնի տակ։ Հիմա ուսումնասիրենք, հիմա մենք փորձենք ձեր հետ միասին հասկանալ, ինչքան մենք ունենք հարստություն գետնի տակ։ Առաջի անգամ չենք ասել, դեռ սովետական միության 90-ական թվականների տվյալներով եւ այսօր բաց է այդ ինֆորմացիան եւ որովհետեւ բոլոր արխիվային ինֆորմացիաները այսօր ցիֆրովիզացիա, թվայնացում են անցել, այդ ինֆորմացիան հասանելի է։ Համաձայն այդ տվյալների Հայաստանը մոտ 5 տրիլիոն դոլարի չափ ունի թանկարժեք եւ գունավոր մետաղների հարստություն ընդերքում 30,000 քառակուսին։ 30,000 քառակուսում Հայաստան 29,870 Եկեք չմոռանանք, երբ որ սովետական միությունը 3 հանրապետությունը ստեղծվում էին, Հայաստանի հանրապետության տարածքը 30,960 քառակուսի կիլոմետր է։ Այո, ես ունեմ այդ քարտեզը։ Այո։ Եվ Եվրոմիության գրասենյակում էլ նվիրել 30, ուրեմն դա միջինն է։ 31 մոտավորապես, այո։ Մոտ 5 տրիլիոն դոլարի չափ Հայաստան այսօր ընդերքում դա պրոգնոզն է, հա, կանխատեսվողն է, ինչու կանխատեսվող ենք ասում, որովհետև հավաստին նա է, երբ որ պետությունը իրեն մոտ հաստատագրվել է եւ համարել է իրեն հարստությունը, քանի որ Ռիդկազիմենի մետաղ հազվագյուտ մետաղների գաղափարը եւ հետազոտությունները եւ օգտագործումը 21-րդ դարի արդեն հասկացություն է Հայաստանը եւ հնարավորություն ունի ուսումնասիրելու միայն օգտվում է սպուտնիկային այսպիսի տվյալների հիման վրա եւ դա քանի որ հաստատված չի կարելի գրել հաստատված դա կոչվում է կանխատեսվող մոտ 5 տրիլիոն դոլարից մինիմում եւ ավելին
7-9 տեսակի հազվագյուտ մետաղներ Հայաստանը ունի այս 30,000 Խնդրում եմ ասեք, թե ինչի համար է դա հատկապես կարևոր։ Հատկապես կարևոր է, որովհետև այսօր 21-րդ դարում մետաղին փոխարինում են կոմպոզիտային նյութերը, իսկ այդ հազվագյուտ մետաղները դա կոմպոզիտների չիպերի զարգացած տեխնոլոգիաների Եզերագնացության, թվայնացման, այո, այդ բոլորի հիմքում են կած, այո, եւ մենք այդ մեծ հարստության տեր ենք 5 տրիլիոն ունենալ կանխատեսվող մինիմում իրականությունը կարող է շատ ավելի մեծ լինի։ Շատ ավելի մեծ, եթե այդ տվյալները տեղում ստուգես եւ ապացուցես դնես պետության հարստության մեջ։ 5 տրիլիոնի չափ մոտավորապես դեռ 90-ական թվականների տվյալներով, որոնք ծով զբաղվել են մեր հայ գիտնականներ, Գևորգյաններ, Հայրու աղջիկ եւ իրենց աշխատությունները այդ մասին են 5 տրիլիոնի չափ մենք ունենք, պարոն Խոջայան ասեց, դուք ձեր հարցին պատասխանելուց, ոչ մետաղական հարստություն ունենք։ Ոչ մետաղական, բազար, տուֆ, քար, ավազ, գիր եւ այլն։ Իսկ վերջերս ելույթ ունեցավ Արամ Սարգսյանը, մեր կուսակցության ղեկավար Վազգեն Սարգսյանի եղբայրը, եւ շատ խելացի տվյալ բերեց, շատ ճիշտ, որ Հայաստանում արդեն զբաղվում են մի քանի ձեռնարկություններ կոմպոզիտային թելեր, փոշիներ ստացող կազմակերպություններ, որոնք որոնցով արտադրում են բազալտի ամրաններ, թելեր եւ վաճառում են դա։ Դա ես գիտեմ, ճանաչում եմ այդպիսի 3 կազմակերպության խոշոր ղեկավարների ես եմ ճանաչում եւ բերեց թիվ, որոնք հաշվարկել էին միայն բազալտի պաշարով, Հայաստանի բազալտի պաշարը, եթե վերածենք կոմպոզիտային մատերիալների 12 տրիլիոն դոլարի արժեք ունի Հայաստանը։ Հիմա պատկերացրեք, աշխարհի բոլոր 10 հարուստ պետությունները, սկսած առաջինը Ռուսաստան, Ամերիկա, Կանադա եւ այլն Էմիրատներ 10-րդ տեղում գտնվում է նավթի Ամերիկայի, Հարավային Ամերիկայի ամենահարուստ երկիրը, որի պաշարը 15 տրիլիոնն է։ Վենեսուելա 15, իսկ մերը արդեն ասեցինք 3 տեսակինը 15 կոմպոզիտների հետ միասին ավելին։ Ուրեմն Հայաստանը այսօրվա 30,000 քառակուսի կիլոմետրի պաշարներով ավելի հարուստ է, քան աշխարհի 10-րդ տեղում գտնվող պետությունը։ Մեր հարևան Պարսկաստանը հաշված տվյալներով ընդամենը 17 տրիլիոն դոլարի պաշարներ ունի։ Իսկ մենք համարյա այդքան եւ ավելին։ Ինչու ենք այսքան հարցը առաջանում, աղքատ ապրում, որտեղ մենք մեր հարստությունը եւ տերը չենք, եւ էֆեկտիվ չենք օգտագործում, եւ թույլ ենք տալի, որպեսզի ուրիշները օգտվեն մեր հարստությունից, մենք մնանք, այսպես ասած, հերո այդ հարստությունը մեր ժողովրդին պետությանը ծառայեցնելու։ Եվ ինչու համար, որովհետև մենք եթե 1990-91-92 թվականներին, երբ որ սովետական միությունը փլվեց բոլոր հանքարդյունաբերությունով զբաղվող սովետական միության մաս կազմող հանրապետությունները ընդունեցին գոյություն ունեցող համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքը։ Ընդունելով այդ օրենքը համաշխարհային, որոնք իրենք այդ բնագավառի աշխարհի հանքարդյունաբերության տերերն էին առաջարկել, կորպորացիաների տերերը, մոնոպոլիստները իրենք էին առաջարկել, որպեսզի կարողանան
ժողովուրդները, որտեղից իրենք կհանում են, նրանց համեր աշխատեն, իրենց բաժին, բավականին լավ բաժին ներկայացնեն տան, եւ համաձայն այդ օրենքի բոլորը ընդունել են, բացի Հայաստան պետությունի։ Այդ մասին մենք շատ անգամ ենք ասել, բայց մեր հանրապետությունը, մեր իշխանությունը կտես լուր է, եւ հուլ է։ Այսինքն այդ օրենքը գործում է Աֆրիկայում։ Նույնիսկ Աֆրիկայում չէր գործում մեկ հանրապետությունում, որը գործում է Բուրկինա Ֆասո, 25 թվականին այդ երկրի ժողովուրդներ հեղափոխություն արեց, նոր իշխանություն ընտրեց եւ իշխանության երիտասարդ թագավոր ընտրեցին, իշխանավոր, որի առաջի քայլը եղավ բոլոր հանքարդյունաբերությունով զբաղվող ֆրանսիական, անգլիական բոլոր ֆիրմաներին երկրից հանեց դուրս։ Եվ առաջի օրենքը որ ընդունեց, այդ օրենքը աշխարհի արտադրանքի բաժանման օրենքը, երկրորդը արգելեց, որ Բուրկինա Ֆասոյի տարածքից առանց վերամշակելու հումք չպետք է դուրս գա։ Երկու կարևորագույն օրենքներ։ Նույնիսկ Աֆրիկայում հանքարդյունաբերությունով զբաղվողները այդպես չեն վարվում, ինչպես Հայաստանում։ Եվ մենք չգիտես ինչու չենք ուզում այդ օրենքներով աշխատենք եւ պարոն Խոջայանի ասածը եւ իր այդպես ասած օպիտ, իր փորձը աշխատանքային հսկա փորձը օրենսդրության մեջ կարող է մեծ օգտակար լինել, որ ցանկացած վատ իրավիճակում, եթե դու ստեղծում ես օրենսդրություն եւ աշխատում ես օրենքներով, միշտ դու շատ արագ ստանում ես դրական էֆեկտ։ Այսօր ձեզ կհակադարձենք, ասել մենք ընդերքի մասին օրենք ունենք, հանքարդյունաբերության մասին օրենք ունենք, թափոնների մասին օրենք ունենք, այսինքն տպավորություն կա, որ վտանգները թաքնված են հենց օրենքների մեջ, գործող օրենքների մեջ։ Այսինքն ես դրա հետ առնչվել եմ, թվում է թե օրենքը կա, բայց այն թերի է։ Ոչ թե թերի է, այլ նույնիսկ այսպես վնասակար գործող օրենք է։ Տպավորություն կա, որ գրել են ինչ-որ նպատակներով, այո, օրենքը կա։ Ճիշտ եք։ Մենք ոչ մեկ անգամ ենք ապացուցել այդ, որ դուք ասեցիք։ 1995 թվականին Հայաստանը ընդունեց առաջին սահմանադրությունը։ 7-րդ կետը պրեամբուլա է, համաձայնագիրը սահմանադրության մաս էր կազմում, գրված է Հայաստանի ընդերքի տերը, բնական ռեսուրսների տերը ժողովուրդն է։ Առաջի 1995 թվականի սահմանադրությունը։ 2005 թվականին երկրորդ նախագահը նոր սահմանադրություն ընտրեց, հանրակրվեի անելով, բայց հանրակրվեում չդրվեց այդ 7-րդ կետի փոփոխության հանքերի պատկանելիության հարցը եւ երկրորդ սահմանադրությունում առաջացավ կետ բնական ռեսուրսների տերը պետությունն է հանրակրվեն հաստատել էր ժողովուրդը հաստատել էր մեկ բան սահմանադրություն հայտնվեց մեկ ուրիշ բան երրորդ նախագահան ուղիղ 10 տարի հետո 2015 թվականին սահմանադրության նույն կետը արդեն անօրինական կետը, որ անօրինական էր մտել սահմանադրություն, չպետք է մտներ, որ հանքերի տերը ժողովուրդը չէ, այլ պետությունն է, վերցրեց փոխեց, որ հանքերի տերը պետությունն է, բայց դրվում է կառավարության բացառիկ ղեկավարման ներքո։ Եվ գրվեց կառավարությունը կարող է այդ հանքերի շահագործումը եւ տնօրինումը հանձնել իրեն արտոնագրված վարչական ներկայացուցիչներին, չինովնիկին։ Առաջի սահմանադրություն հանքերի տերը ժողովուրդն է, երկրորդ սահմանադրություն պետությունն է, երրորդը կառավարությունն էլ հանձնում է չինովնիկին։ Դուք ապացուցեցիք, որ ամեն ինչ արվել է այդ ժամանակ, որպեսզի Հայաստանում օրենքը հանքարդյունաբերության մեջ չաշխատի։